Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ, մեր նախորդ հաղորդման ժամանակ ասացի, որ դեղեր են ռեկլամում շագանակագեղձի ադենոմայի և սեռական թուլության համար, ասեմ ձեզ նախորդ անգամ ասացի, որ դրանց հետ բացարձակապես կապ չունեմ, մնացածը դեր խնդիրն է։ Այսօր ուզում եմ խոսեմ օրգանիզմում կուտակվող հեղուկի և դրա հեռացման մասին։ Տարբեր հիվանդությունների ժամանակ օրգանիզմում կուտակվում է հեղուկ օրգանիզմի խոռոչներում, հյուսվածքներում և այլն, որը առաջացնում է բավականին անցանկալի և տհաճ երևույթներ օրգանիզմում։ Հեղուկը կուտակվում է սրտակրանքում, պլևրալ խոռոչում, որովայնի խոռոչում, հյուսվածքներում, ստորին վերջույթները այտուցվում են և շատ ժամանակ միզամուղ դեղերը արդյունք չեն տալիս։ Դրա համար խորհուրդ եմ տալիս օգտագործեք վարունգ։ Հիմա վարունգի լավ սեզոնն է, կա շատ լավ վարունգը օրվա ընթացքում 1,5-ից մինչև 2 կիլոգրամ վարունգ առանց աղի օգտագործում եք և երկրորդ օրվանից սկսած օրգանիզմի ջրի հոսքը լինում է 2-ից 2,5 լիտր և բացի դրանից նա վերականգնում է նաև օրգանիզմի անընկալունակությունը այդ միզամուղների նկատմամբ, վերականգնում է այդ դեղերի ազդեցությունը։ Բացի այդ հարգելի բարեկամներ, վարունգը ունի ցածր կալորականություն, այն նաև նիհարեցնում է հատկապես ճարպակալվող հիվանդների համար։ Բացի այդ, եթե վարունգի հյութով և վարունգի այդ կլեպներով շփում եք դեմքը, նա վերացնում է նաև պիգմենտները, պեպենները և շոգ օրերին չի թողնում, որ դեմքը քրտնի։ Այսքանը վարունգի մասին հարգելի բարեկամներ, եղեք առողջ, եթե կունենաք հարցեր, կարող եք գրել ձեր կոմենտները, իսկ տեղեկատվության և բուժման համար դիմում եք Պուշկինի 38։ Այդ բոլորը գրված են իմ գրքերում, հաջորդ անգամ ես կսկսեմ խոսել նաև իմ գրքերի մասին։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։